1953 թվականին Մինասը ճանապարհ ընկավ դեպի Լենինգրադ։ Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Այստեղ նա պիտի կատարելագործվեր ժամանակի հայտնի գեղանկարիչներ Ալեքսանդր Զայցևի և Լեոնիդ Խուդյակովի արվեստանոցում։ Բայց Մինասի կյանքում ինքնատիպ դեր ուներ դիպլոմային աշխատանքի ղեկավարն ու ուսուցիչը Բորիս Յոհանսոնը, որն իր տաղանդավոր ուսանողին նոր մատիս էր կոչում, պաշտպանելով նրան ամեն տեսակ քննադատների անհարկի ու սուր հարձակումներից։ Սա պատահական չէր։ Իրապես Մինասը նկարելու վարպետությունը սովորեց նրանից, սակայն արվեստի նրա հիմնական անուղղակի ուսուցիչները ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ Պոլ Գոգենն ու Անրի Մատիսն էին։ Օրեր շարունակ Էրմիտաժի դահլիճներում շրջում էր Մինասը։ Ձգտում իր համար բացահայտելու ֆրանսիացի հեղինակների համարձակ և վառ գույներով կտավների ուժը, որ դիտողին ճառագում էին կիրք և էներգիա։ Այս ինքնատիպ ստեղծագործական աշխատանքներում օպտիկական գույնի կատարյալ հեղաշրջում էր, և նա գտավ այդ գաղտնիքը։ Տարերային դինամիկ պատկերում վառ գույների սրաթափանց մաքրություն ու հակադրություն, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվություն, ռիթմի սրություն։ Սա է պատճառը, որ նրա Լենինգրադյան շրջանի ստեղծագործությունները կրում են Մատիսի, Գոգենի և առհասարակ ֆովիստական արվեստի ազդեցությունը։ Մինասի մուտքը կերպարվեստի աշխարհ եղավ շռնդալից։ Արդեն Լենինգրադում ցուցադրվեցին նրա կտավները թե խմբային և թե անհատական ցուցահանդեսներում։ Այստեղ էլ երիտասարդ նկարիչը ծանոթացավ իր ապագա հովանավորի, անվանի ֆիզիկոս, գեղանկարի կրքոտ սիրահար Գրոսի հետ։ Վերջինս ամեն կերպ օգնում էր Մինասին, քաջալերելով ու սատարելով ամենածանր պահերին։ Բայց Մինասի հայացքը դեպի Երևանն էր։